Իրանի դեմ Իսրայելի ու Միացյալ Նահանգների ռազմական գործողությունները նոր փուլ են մտնում։ CNN-ը հայտնում է, որ Իսրայելը սկսել է թիրախավորել նավթի ու գազի արդյունաբերության օբյեկտները։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքով նավթապահեսներին հասցված հարվածները հավասարազոր են քիմիական պատերազմին։ Իրանի ժողովրդին ահաբեկիչ են անվանում, դա խաբեություն է։ Մենք տեսանք Ամերիկայի օգնությունը Մինաբի դպրոցում եւ Ֆարս նահանգի Լամերտ քաղաքում։ Հենց երեկ մենք դա տեսանք Թեհրանում նավթային օբյեկտների վրա հարձակման ժամանակ եւ բոլոր իրանցիների ու մեր շրջակա միջավայրի վրա տեղացող աղտոտված անձրևի տեսքով։ Միացյալ Նահանգները ավելի վաղ հայտարարել էր, թե չի թիրախավորելու նավթային օբյեկտները։ Իսրայելը Թեհրանում ու դրա շրջակայքում առնվազն 5 օբյեկտ է հրթիռակոծել։ Նավթապահեսներին թիրախավորմանի պատասխան Իրանը սպառնացել է թիրախավորել Պարսից ծոցի նավթապահեսները։ Պահապանների կորպուսը սպառնացել է, եթե պատրաստ եք 1 բարել նավթի համար ավելի քան $200 վճարել, շարունակեք այս խաղը։ Բահրեյնի նավթավերամշակման գործարանը հրդեհվել է իրանական հարվածից, այն վառելիքի հիմնական աղբյուրն է Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի համար։ Իրանի զինված ուժերի թիրախում է հայտնվել նաև Իրաքի ամերիկյան ռազմաբազան, այդ մասին հայտնել է Իրանի Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբի ներկայացուցիչը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հարձակվել են Իրաքի Այն ալ-Ասադ քաղաքում գտնվող անօդաչու թռչող սարքերի բազայի վրա։ Ծխիսյունները բարձրացել են երկինք։ Առավոտյան պայթյուններ են լսվել Թեհրանում։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի շտաբ բնակարանին։ Ըստ Թել Ավիվի թիրախավորվել է զինամթերքի մոտ 50 բունկեր։ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը հայտարարել է, որ պատերազմի 10 օրերի ընթացքում ընդամենը 2 զինվոր է կորցրել։ Այդ զինվորները զոհվել են հյուսիսի բնակավայրերն ու բնակիչներին պաշտպանող մեր ուժերին հրթիռային հարվածներ հասցնելու հետևանքով։ Իրաքի Իրանը հրապարակել է հրթիռների 29-րդ ալիքի դեպի Իսրայել արձակման կադրերը։ Իսրայելի հակաօդային պաշտպանության ուժերը մի մասը որսացել են օդում։ Թել Ավիվում իրանական հրթիռներից մեկն ընկել է գազալցակայանի վրա, մի մարդ լուրջ վնասվածքներ է ստացել։ Ըստ ոստիկանության ներկայացուցչի, կասետային զենք է կիրառել Իրանը։ Ըստ երևույթին դա կասետային զենք էր։ Նման միջադեպերի ժամանակ հանրությունը պետք է զգուշություն դրսևորի եւ տարրական պաշտպանության միջոցներ ձեռնարկի։ Լիլիթ Սարգսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։